Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պահանջը հետևյալն է, մենք լուրջ մտահոգություն ունենք երեկվա իրադարձությունների հետ կապված, որ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ներպետական մակարդակում ոչ բարվոք եւ միջազգային մակարդակում ոչ բարվոք վիճակում գտնվող անհետ կորածների հիմնախնդրի մասին process-ը կարող է հիմնահատակ ավերվել, քանի որ գոնե թե հումանիտար բանակցությունների մասով Ադրբեջանի հետ, որով մենք հույս ունեինք վերսկսել որոնողական աշխատանքները համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում բարձել բռնի անհետացածների ճակատագիրը այլ անհետ կորածների մասին որոշակի տեղեկատվություն ստանալ, ի վերջո ապահովելու համար մարդկանց ճշմարտությունն իմանալու իրավունքը, մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ինչ է ի վերջո պատահել իրենց երեխաների հետ։ Այս բանակցությունների ընթացքը կարող է տապալվել բանակցողի փոփոխությամբ, անընդհատ նույն այս պտույտը, որ կատարում ենք պաշտոնյաների պաշտոնանկության, հետո գալու, ասելու, դե գիտեք, մենք նոր ենք, նոր պետքա ծանոթանանք գործընթացի հետ, սա իհարկե սպառում է հոգեպես, բարոյապես հարազատներին ու մտահոգություն ունենք ու արդեն երկրորդ օրն է, որ այս ակցիան իրականացնում ենք, ասում ենք լավ, պարոն Աբազյանին չենք կարող հետ բերել, որ ինքը անպայման շարունակի, գոնե բերեք այն մարդուն իմանանք ճանաչենք այն մարդուն, ով է այս հանձնառությունը ստանձնելու, շարունակելու, իրանից գոնե հավաստիացում ստանանք, որ այդ նույն կետից, այդ նույն տրամաբանական կետից որ հասել էինք, հնարավոր է լինելու շարունակել եւ չի գրվելու սառույցին այս հարցը։ Էդ է, եւ մենք հաստատի երեք Փաշինյանի արձագանքից հասկացանք, ինքը փաստորեն պարզվում է երկրի գլխավոր բժիշկն է, երկրի գլխավոր իրավաբանն է, ինքն է որոշում, այսինքն ինքը հրահանգը տալիս է, որ այս ինչ արարքը հակաիրավական է կամ հանցագործություն է, թե չէ, մնացածը բոլոր իրավաբանները համապատասխանեցնում են, էլի այդ իրավիճակին։ Հիմա այս անհետ կորածների հարցով էլ ինքը երեք ըստ էության հայտարարեց, որ ինքը կարևոր հումանիտար բանակցողն է, էլի, մինչև էս ով ինչ արել է, թող գնան հանգստանալու, ինքը կբանակցի, ու մյուս կողմից էլ, այսինքն ամեն ինչի եւ ոչինչի մասնագետ, հերթական անգամ, չգիտեմ, ինչ հանգամանքներից ելնելով որոշեց, որ այդ հարցը իր իրավասության ներքո է եւ մի օր կզարտնի կասի, ինչպես օրինակ մի քանի տարի առաջ էր ասել ծնողներին, ասել էր դուք էլ ուրիշ երեխաներ չունեք, գնացեք իրանցով զբաղվեք, հետո կասի հա ես զբաղվում եմ, հետո կասի բա ես ձեզ այն ժամանակ ասել էի, չէ՞ որ գնացեք ձեր մյուս երեխեքով զբաղվեք, ինչի եք, ես ձեզ չեմ ասել, եթե ինձ Ալիևը ասելա, որ ես ուրիշ մարդկանց մասին տեղեկություն չունեմ, ուրեմն չունեմ, այսինքն բացարձակ անվստահություն վայելող ղեկավարը, որը որոշեց երեկվանից, որ այսուհետ նաև հումանիտար հարցերով ինքն է զբաղվում, մեզ ոչինչով հույս չի ներշնչում, հավատ չի տալիս։ Առավոտ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, վերջի իմ հարցին, որովե ծնող չպատասխանեց, հանդիպում դուք ունեցել եք իր հետ։ Ես ճիշտ ասած չեմ եղել այդ հանդիպման ժամանակ։ Նշանակում է վաղ ժամը 10-ից լրագրողներ են այստեղ ներկա եղել, լրագրողների ներկայության ժամանակ արդեն իսկ գնացած էր եղել պաշտոնյան։ Ինչ է բանակցել, ինչ է խոստացել։ Ես ինչքան գիտեմ փոխոստիկանապետն է դա։ Վարդան Վարդանյան փոխոստիկանապետ։ Բնականաբար փոխոստիկանապետը չի կարող, եթե ծնողների պահանջը հետևյալն է։ Գա այն մարդը, որը ի պաշտոն է, ստանձնելու է այդ առաքելությունը, տա այդ հավաստիացումը։ Ես ինչքան գիտեմ դա փոխոստիկանապետը չի ու նման հավաստիացում ինքը չէ։ Փաշինյանը հունիսի 20-ին գնալու է Ստամբուլ։ Դրա հետ կապված ինչ որ հույս կա։ Ասում որ չի։ Ոչ, չեմ կապում։ Ես միակ հույսը, այսինքն միակ բանը, որ տեսնում եմ որպես քաղաքացի, դա հնարավորինս թրքահաճո որոշումներ ու քայլեր ձեռնարկելն է եւ ամեն ինչը դիտում եմ այդ տրամաբանությամբ, որևէ բան, որը կարող է ազգային հենքով լինել, որը կարող է իշա Հայաստանի Հանրապետության քաղաքացու լինել, ես չեմ տեսնում, նա ամեն ինչը անում է, այնպես էլ չեմ ասի, որ շատ թրքասիրությունից ելնելով է այդ ամեն ինչը անում, աթոռասիրությունից ելնելով է երևի ավելի շատ անում, որովհետև ինչպես տեսնում եմ իմ գնահատմամբ
բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից միջազգային ուրիշ ինքը լեգիտիմության աղբյուր չունի էլի իշխանության։ Երեկվանից ծնողները գիշերել են նաև այստեղ են։ Սննդի հարց մեր պաշտոնյաների կողմից որևէ մեկը լուծել է։ Երբ որ սկզբից եկանք, մեզ sense փոքր ջրեր տվեցին, հա, այս հարցն է շատ կուզենամ անդրադառնամ, հուսով եմ մարդիկ տեսնում են, կարան կան։ Չէ, մի բլոկ ջուր տվեն այստեղից։ Հա, այդ եմ ասում, էլի, այդ մի բլոկ ջուրներ, հետո դե մենք մեր միջոցներով ենք անում, բոլոր այն մարդիկ, ովքեր էս եթերների, այդ Իրանից հատվածների տակ կգրեն, որ, չգիտեմ, ինչ որ պատվիրված, քաղաքական դերակատարների մարդիկ ենք, փողով ենք եկել այստեղ, բան, թող կան, խնդրում եմ, անձնապես ծանոթանան իմ հետ, Արսենի հետ, Ազատի հետ, մյուսների հետ, թող կան ծանոթանան, թող կան մի պահ փորձեն իրանց դնել մեր տեղը, հասկանան, թե այդ ինչ է նշանակում 5 տարի ապրել այդ զգացումը, որ քո երեխան կա, թե չկա, ու ինչի հաշվին բանը, տենց մի շիշ ջրի, մի փոր հացի, ինչ ասենք, մի հատ կես բուլկու համար մսխել իրանց ամբողջ կյանքը ինչի համար։ Կամ այսքան խաբեության համար։ Ոնց կարելի է, ես չգիտեմ, ես վստահ եմ, որ այդ մարդիկ որպես մարդ գոյություն չունենել, դա ֆեյքերն են, ես առանձնահատուկ ուզում եմ դիմեմ այդ ֆեյքերին, մարդ պետքա, չգիտեմ, էլի մի քիչ բարոյականության սահման ունենա, այդ աշխատանքներ, որ անում եք մեր ելույթների տակ կոմենտներ գրելով, որ մենք փողով ենք այստեղ անում, մի քիչ գոնե աստվածավախություն ունեցեք։ Ես հասկանում եմ, որ այդ ֆեյքերի պատվիրատուները ընդհանրապես աստվածավախություն չունեն, բայց ինչ որ մի կարմայի հավատացեք էլի այս կյանքում։ Կներեք, մի բան հարցնել, քանի որ դուք պահանջում եք ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին, որպեսզի վստահեցնի, որ շարունակելու է Աբազյանի աշխատանքը։ Հաշվում եմ, որ այժմյան ԺՊ-ն կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները։ Դա ձեզ որտեղից վստահություն, որ շարունակություն կտա, ձեր հարցերին լուծում կլինի։ Ոնց է հավատալու իրեն։ Մեծ հաշվով, եթե վերցնենք պարոն Աբազյանն Նիկոլի կողմից նշանակված պաշտոնյա, ինչը մեծ վերապահում էր իհարկե առաջացնում, առնվազն իմ մոտ մարդ, որ ունի ռադիկալ ընդդիմադիր հայացքներ, բայց ամեն դեպքում այդ մարդը մեզ կարողացել էր համոզել, հավաստիացնել առանձին ելույթներում եւ այլն, առանձին հանդիպումների ժամանակ, որ մարդկային իմաստով սա տարանջատման ենթակա հարց է քաղաքական բոլոր հարցերից, հումանիտար բնույթի հարց է եւ ինքը որպես մարդ, որպես հայր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մարդկային առումով ամեն ինչ անելու է իր կարողությունների սահմանում այս հարցին մի որևիցե հանգուցալուծում տրամադրելու համար եւ մարդկայինորեն մեզ այդ համոզմունքը փոխանցել էր մենք ավել բան հիմա չենք ուզում մենք ուզում ենք որ եւս էլի գա այդպիսի մի գիտակից մարդ որը չգիտեմ թե հիմա շատ մեծ բանով չեմ ասում խանդավառությամբ չեմ ասում որ պետքա բանը պատրաստի վավերացնել Նիկոլ Փաշինյանի բոլոր ապօրինությունները ես համոզված եմ որ պետք է սպան ցանկացած մասնագետ ունենա մասնագիտական արժանապատվություն եւ չանի բաներ որոնք ոտնահարում են մարդկային մասնագիտական արժանապատվությունը բայց սա դնելով մի կողմ գոնե թե հումանիտար խիստ մարդկային հարցով կարող ենք մենք ունենալ հավաստիացում, որ մարդը պրոֆեսիոնալ կերպով, սրտացավ կերպով, իր կարողությունների հնարավոր ու անհնարին չափով այս հարցը կկարողանա հասնել տրամաբանական լուծման։ Դա է։ Երբևէ Սիմոնյանի հետ հանդիպում ունեցել եք, որ Ես ոչ տեղականին ճանաչել եք Անդրանից։ Երբևէ ու այստեղ ոչ մեկը չի տեսել, չի ճանաչում, չգիտի ինքը ինչքանով է տեղեկացված։ Արդյոք, ասենք, հասարակ բան բռնի անհետացածին տարբերում է անհետ կորածի հասկացությունից։ Ես հասկանում եմ, որ մեր լայն հասարակության համար, մյուսների համար, սրանք ոնց որ հոմանիշ բառեր են դառել, բայց այս ամեն ինչի, ամեն բառի տակ, ամեն մի անվան տակ մի ճակատագիր է, մի խեղված ճակատագիր է այդ մարդու եւ իր ընտանիքի եւ այս տարիների ընթացքում քիչ թե շատ չգիտեմ ինչ որ մարդիկ են եղել որ անընդհատ այդ գործի մեջ ամեն մեկի գործը սերտել են իմ համար էլ դժվար է որ ես չգիտեմ գնում եմ տարբեր որպես իրավապաշտպան հանդես գալիս մինչեւ այդ ամեն մարդու գործը ուսումնասիրում ես, հասկանում ես, մարսում ես, որպեսզի կարողանաս ներկայացնել այստեղ միջազգային, այդ ամեն ինչը ջանք է, ժամանակ է պահանջում։ Ուղղակի այսպես պաշտոնյաներին բանի պես փոխելով չեմ էլ ուզում ոչ կոռեկտ համեմատություններ արվես,
ուր պիտի հասնենք, որտեղ է այդ ինչ ողջամիտ բացատրություն ունի։ Տաթև ջան, ես մի քիչ մոտեցա, չգիտեմ, այս հարցը գործընկերներս տվել են թե չէ, բայց հիմա մենք ազգային ժողովի բակում ենք, օրինակ դուք ակնկալում եք, որ հիմա ներսում է նաև այնտեղ Նիկոլ Փաշինյանը, որ իրենց հետ իրենք կգան այստեղ, ձեզ ընդհանրապես մի ցանկապատաբաժանում եւ նաև ժամկետների մասին, հա, ինչ պայմանով կբացեք Բաղրամյան պողոտան եւ ինչքան եք պատրաստվում մնալ այստեղ։ Իրավասու չեմ պատասխանել բոլորի անունից ինչքան կպահենք եւ ինչ պայմանով։ Պայմանը, այսպես ասած, ձևակերպած համոզիչ հավաստիացում ստանալն է, որ գործընթացը կշարունակվի առնվազն այն կետից, որտեղ որ թողել է պարոն Աբազյանը, ու այդ մակարդակով։ Այսինքն այն պաշտոնյանով որ կփոխարինի։ Հա, մենք հիմա բան ունենք, մտահոգություն ունենք, երեք փորձեցին մեզ համոզել, որ չգիտեմ, այդ պաշտոնակատար եւ այլն, բայց ես ինքս մտածում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը նույնիսկ ինքը չի էլ համարցակի, նախ ինքը չի ուզենա գա այդպիսի խոստում տալ, որովհետեւ ինքը չգիտի վերջո այսօր ժամանակավոր պաշտոնակատարը վաղը նշանակվելու այդ պաշտոնին թե չէ, եւ կարծում եմ թե կան թե չեն գա։ Ես հրաժարվում եմ ուղղակի մեկնաբանել կամ կանխատեսել Փաշինյանի գործողությունները։ Իսկ Աբազյանը այս ընթացքում ձեզ հետ որևէ կապ հաստատել է կամ դուք փորձել եք։ Ես չեմ փորձել, չքան գիտեմ մարդկանցից կարող փորձած են, բայց արձագանք չունեմ։ Որ ժամանակավոր պաշտոնակատարը հնարավոր է 1 ժամ հետո, 1 օր հետո փոխվի։ Այդ դեպքում էլ ավելի բարձր պաշտոնյայի ով ում կհետաքրքրի այս հարցը պահանջ չեք ներկայացնում։ Դե ավելի բարձրով ով պետք է լինի, վարչապետը պետք է լինի, ես վարչապետի մասին ասեցի իմ համոզմունքը։ Ես արդեն այս փորձառության բերումով 5 տարիների ընթացքում շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ այսինքն ավելի սպայական անձնակազմում են, ուրիշ ավելի ցածր օղակներում են, այդ մարդիկ փորձում են այսպես լռելյանին ցույց տալով իրենց վերաբերմունքը բարձրագույն ղեկավարության հանդեպ մեզ համոզեն, որ իրենք գոնե ծառայություն են անում եւ իրենք մարդկայինորեն փորձում են մեզ օգնել։ Ես երևի իմ խոսքը կարամ ուղղեմ մենակ այդ արժանապատիվ սպաներին, որ ինչ որ մի կարմիր գիծ կա, ինչ որ մի սահման կա, որից հետո չպիտի ուղակի անցնել, այսինքն իմ հույսը ոչ թե կարելի է ասել ավելի բարձր գտնվող մարդիկ են, այլ երևի ավելի ցածր գտնվող մարդիկ, որ այդ մարդկանց ընդհանուր կոնսոլիդացիան ու ընդհանուր ընդվզումը հնարավորություն կտա գլոբալ եւ այս մեր մասնավոր հարցի եւ ավելի գլոբալ իմաստներով հաջողության հասնել, որովհետեւ ամեն օր մենք տեսնում ենք, որ ինչ որ մի հատ նոր հատակ է փորվում աբսուրդի, ապօրինության ամեն օր ավելի անտրամաբանական, ավելի հախուռն, ավելի, չգիտեմ, զարհուրելի դեպքեր են տեղի ունենում եւ քանի դեռ ենթակաները ենթարկվում են, իշխողները իշխում են։ Իշխողը ասում է դե լավ, մի հատ էլ, ասենց մի փուջուր բան անում է, մի հատ էլ ավելի աբսուրդ բան անում եւ քանի դեռ ներքևի օղակներում այդ ընդվզումը չկա։ Տաթև ջան, երեք Նիկոլ Փաշինյանը ասաց, որ անձամբ զբաղվելու է այդ հարցով եւ 2 ամիս ժամկետ է տվել, որ ինչ որ հարցերի պատասխաններ ունենա եւ այնուհետեւ խոսենք։ Այս մասով ինչ կասեք։ Ուրեմն ասեմ, նախ ես այդ հանդիպմանը չեմ մասնակցել, գիտեմ ինչա քննարկվել, ուրեմն ձևակերպումը տրվել է այսպես։ Ընդհանուր ես եկեք թվերով ասեմ, մենք ունենք 173 անհետ կորած զինվորական եւ 20 քաղաքացիական անձ։ Այդքանից ասելա խնդրում եմ առանձնացրեք 5 ամենախնդրահարույց դեպք, այսինքն այդ 190-ից են մնացած 185-ը հեչ, 5 խնդրահարույց դեպք, ստեղ պետքա հիմա համեմատենք թե բանը, ում ճակատագիրն է, ումի նկատմամբ գերակա, եւ ես դրանով կզբաղվեմ։ Ես պետքա իմանաք եթե Եվ այսինքն ծնողները ընտրել են այդ 5 խնդրահարույց դեպքը։ Ոչ, չեն ընտրել։ Բայց ինչպես է։ Չեն ընտրել։ Ինքը Հայերենթատերին կոզվել են ընտրել։ Բնականաբար չեն ընտրել եւ անձամբ զբաղվելը ես ասում եմ ձեզ, դա ժամանակ ու մասնագիտական հմտություն է։ Ես հասկանում եմ իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ 1 բժիշկն է, թիվ 1 գյուղատնտեսն է, թիվ 1 տնտեսագետն է, գինեկոլոգն է, ուրոլոգն է, պրակտոլոգն է, բայց ամեն ինչի հետևում մասնագիտական գիտելիքն է։ Նույնիսկ
այս հարցում մենք ամեն մեկս դարել ենք հիմա տարբեր ճակատագրեր ունեցող մարդիկ ենք, ել փորձում ենք խորանալով օրինակ ԴՆԹ նույնականացման հարցի մեջ, արտաշիրիմումների հարցի մեջ, քննչական վարույթների ուժող ճանաչելու հարցի մեջ, բռնի անհետացման առանձնահատկությունների մեջ, դրանց մարմինների մեջ խորանում ես որպես մասնագետ, դեռևս բան չես անում, որ ես օրինակ անհետ կորածների հարցերով կամ հումանիտար բանակցությունների հարցերով պրոֆեսիոնալ մարդ եմ։ Այդ ինքը ոնց որոշեց, որ всё այսուհետ դե այս պահից սկսած եթե ինքնահռչակվեց որպես գերագույն հումանիտար բանակցող, ուրեմն այդ հարցը լուծվելու է։ Դա խայտառակություն է, դա անընդունելի մոտեցում է։ Իդեպ ինքը վաղը հանդիպել Թուրքիայում նաև այդ հարցերը պատասխանել եք հակնարկել։ Հա, ասեցին։ Հա, այդ մասով էլի կարճ կոնկրետ այս հարցով եթե որպես քաղաքացի եք անում, ասում եմ ցանկացած քայլ մեկնաբանում եմ սեփական աթոռը պահպանելու տրամաբանությամբ, ինչ կարիք լինի, չգիտեմ, այստեղ եկեղեցուն ոտնահարել, գործարարների ձերբակալել, հումանիտար հարցերը փակել, կանխարգել, որպեսզի ոչ մեկ Ադրբեջանի հասցեին կամ Թուրքիայի հասցեին ոչ մի թթու խոսք չասի, ցեղասպանությունը ժխտել, ամեն ինչի այդ մարդը պատրաստ է որևէ սրբության, այսինքն չգիտեմ, իսկ որպես անհետ կորածի հարազատ ինչ ակնկալիք ունեք այդ չունեմ։ Ես գտնում եմ, որ այդ ամեն ինչը, թե անկեղծ ասեմ, երբևէ բարձրագույն մակարդակում բանակցությունների մեջ եւ դա էլ իրականում դա արտացոլված է եւ այսպես ասած խաղաղության համաձայնագրի նախագծում, այնտեղ որևէ կետ չկա, իսկ եթե որևէ կետ չկա, այդ օրակարգում դա երբևէ չի էլ քննարկվում։ Ես ոնց կարող եմ ակնկալել, որ այսօր կարող է կամ վաղը գնալով Թուրքիա հանկարծ որոշի, որ այս հումանիտար հարցը կա, եթե չի քննարկվում, բացեի բաց ասում են, ես ոնց ինձանից տենց բան հորինեմ։